Դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել նրան։ Իր Facebook-յան էջում գրել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեպքում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, այնուամենայնիվ իրավապահ մարմինները որոշել են բողոքարկել 2025 թվականի դեկտեմբերի 30-ին խափանման միջոցի կալանքից տնային կալանքի փոփոխման որոշումը։ Չկա հիմնավորում, բայց կա ակնհայտ ապօրինի իրավունքը ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված, գրել է պաշտպանը։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնանկությունից հետո, ում կաթողիկոսը ազատել էր պաշտոնից առաջնորդի հանգամանքը չարաշահելու եւ եկեղեցականների նկատմամբ հարկադրանք կիրառելու համար, հոգեվորականների նկատմամբ ճնշումների նոր ալիք է սկսվել։ Նրանք ովքեր որ ասում են ամեն անգամ Թեմի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Ղազար Քահանա Թորոսյանը հաստատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Ռուբեն Վարդապետի այն հայտարարությունը, որ իշխանական օղակները փորձում են ներազդել թեմի քահանաների վրա։ Ըստ հոգեվորականի իր հետ առանձնազրույց չի եղել, բայց տեղյակ է, որ Արտաշատի, Արարատի եւ Վեդու տարածաշրջանի սպասավորների հետ առանձնազրույցներ եղել են։ Գիտեմ, որ թեմում ծառայող մյուս հոգեվորականներ, ովքեր որ հիմնականում Արտաշատի եւ Արարատի շրջանում են ծառայում, ես նկատմամբ է եղել, չգիտեմ, ցուցագրեմ որպես ճնշում, թե զրույց, առանձնազրույց համոզելու փորձ չեմ կարող ասել, իրենք են ունեցել այդ խոսակցությունը, բայց մեր տարածաշրջանում ինչքան տեղյակ եմ, Մասիս խոշորացված համայնքում որևէ հոգեվորականին պետական քաղաքական ապարատ չի կիրառվել։ Հիմա ասել թե ինչի մասին է խոսքը։ Հոգեվորականը վերահաստատել է իր հավատարմությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, շեշտելով, որ պատարակների ժամանակ միշտ հիշատակում է թե ամենայն հայոց կաթողիկոսի եւ թե նորանշանակ տեղապահ Ռուբեն Վարդապետի անունները։ Ես միշտ իմ գործողություններով եւ նաեւ պատարակի ընթացքում էլ մեր նորանշանակ թեմակալ առաջնորդի անունը տալով, Ռուբեն Վարդապետ Զարգարյանի անունը տալով ես միշտ էլ եղել եմ Մայրաթորի կողքին։ Հիմա էլ վերահաստատում եմ, եթե անհատական այսպես հարցում լինի կանեմ, բայց իմ տեսլականի մեջ կարծում եմ ընդհանուր բոլոր քահանաներով է պետք դիրքորոշում հայտնել։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցին իր առաջնորդած եկեղեցի, քահանան բացառել է որևէ հակականոնական ընթացք կամ կաթողիկոսի անվան զեղչում պատարակի ժամանակ։ Տեր Ղազարի խոսքով, եթե Փաշինյանը որոշի մասնակցել պատարակին, ապա ստիպված կլինի սեփական ականջներով լսել, որ հոգեվորականն ընդունում է վեհափառ Հայրապետին, որպես հայոց եկեղեցու միակ կահակալի։ Բացառում եմ, որ ես երբևէ անեմ հակականոնական ընթացք, այսինքն զեղչեմ վեհափառ Հայրապետի կամ թեմակալ առաջնորդի անունը, բայց արգելել, որ որևէ մեկը մտնի եկեղեցի, իհարկե չեմ կարող։ Եթե կմասնակցի պատարակին, իհարկե հրավեր երբեք չեմ անի, եթե կմասնակցի պատարակին, ուրեմն իր ականջներով կլսի, որ ես ընդունում եմ վեհափառ Հայրապետին, որպես ամենայն հայոց Հայրապետ եւ մեր եկեղեցու գահակալ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական շրջանների ղեկավարների աշխատանքից, այս մասին նա հայտարարել է քաղաքապետարանի հերթական նիստում։ Քաղաքապետի խոսքով մասնավոր տնտեսվարողները պարտավոր են մասնակցել ձնամաքրման աշխատանքներին։ Կիևյան փողոցից 2 օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրեն շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը եւ ինձ ասում է ինձ դրա համար փող պետք է տաք։ Այդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել։ Ավականու որոշմամբ մասնավոր տնտեսվարողները, ովքեր որ առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնես, իրենք պարտավոր են այս ձնամաքրման աշխատանքներին մասնակցել։ Պարտավոր են նաև համատիրությունները։ Սա մեկ։ Եվ այն վարչական շրջանները, ովքեր որ չգիտեմ ինչ պատճառով եւ ինչ բացատրությամբ եւ ինչ հիմնավորմամբ այս վարչական տուգանքները չեն գրել, իրականում պետք է բացատրեն։ Ավինյանի խոսքով մայրաքաղաքը պետք է համալրվի նոր տեխնիկայով ձնամաքրման աշխատանքների որակի բարելավման նպատակով, ինչպես նաեւ շեշտել է, որ վարչական շրջանների ղեկավարները պետք է հետևեն ձնամաքրման աշխատանքներին, դրանց ոչ պատշաճ իրականացման դեպքում տուգանք սահմանելով տվյալ հատվածի պատասխանատուների համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է դրան։ Արաղչին շեշտել է, որ անկարգությունների հեղինակները ոչ թե խաղաղ բողոքի ակցիա իրականացնողներն են, այլ տարբեր երկրներից ուղարկված ահաբեկիչներ, որոնց նպատակը Իրանի իշխանությունների եւ ժողովրդի միջև պառակտում մտցնելն է։ Մենք նաեւ պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունները պետք է լինեն արդար, հավասար իրավունքներով եւ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, ընդգծել է Իրանի արտգործնախարարը։ Ուզում եմ նաեւ
Այս ընթացքում կապի դուրս գալ չի ստացվում Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ, հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Իրանից ուրբաթօրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում, շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու, ասել է Սինանյանը։ Աշխարհն արձագանքում է Իրանում օրեցօր վատ թարացող իրավիճակին, ՄԱԿ-ը եւ Եվրոպական միությունը դատապարտել են Իրանում բռնաճնշումները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մեջբերում ցնցված է ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից եւ կառավարությանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից։ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ ի պատասխան ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների։ Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին, այս անգամ երկրի հարավում գտնվող Քֆար Հաթա բնակավայրի շենքի ուղղությամբ։ Թել Ավիվի հայտարարությամբ այդ շենքում Հեզբոլահի ահաբեկչական ենթակառուցվածքն է եղել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ իսրայելական ռազմաօդային ուժերը նախ իրականացրել են նախազգուշական հարված, ապա նույն թիրախին հասցրել են շուրջ 10 հարված, պատճառելով լուրջ ավերածություններ։ Իսրայելի պաշտպանության բանակը ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կշարունակի հարվածները այդտեղ գտնվող Հեզբոլահի ենթակառուցվածքների ուղղությամբ։ Իսրայելական կողմը բնակչությանը կոչ է արել տարհանվել առնվազն 300 մետր։ Ռուսական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին։ Պայթյուններ են եղել Օդեսայի, Չեռնիգովի, Նիկոլաևի, Խարկովի, Սումիի մարզերում, մայրաքաղաք Կիևում։ Ըստ ռուսական կողմի, սա երկրի քաղաքացիական օբյեկտների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումների պատասխանն է։ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում նկար է հրապարակել, որում նա նշված է որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը պարբերաբար հայտարարել է Վենեսուելայում վերահսկողություն հաստատելու մասին, սակայն այս քայլով նա կարծես ակնարկել է առերևույթ գործողություններ ձեռնարկելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբային առաջարկել է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, զգուշացնելով, որ հակառակ դեպքում Կուբան կզրկվի թե նավթից, թե փողից։ Կուբա այլևս ոչ նավթ կգնա, ոչ էլ փող։ 0։ Ես նրանց խստորեն խորհուրդ եմ տալիս գործարք կնքել, քանի դեռ շատ ուշ չէ։ Իր Truth Social էջում գրել է Թրամփը։ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելն այս հայտարարությունից հետո ասել է, որ իրենց ոչ ոք չի կարող թելադրել։ Թրամփը շեշտել է, որ Կուբան անկում է ապրում, ակնարկելով, որ երկիրը մինչ այս կախված է եղել Վենեսուելայի էներգակիրների մատակարարումից, խիստ սուբսիդավորված մատչելի գներով։ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումն արդեն հանգեցրել է էներգակիրների մատակարարման կրճատմանը, եւ Կուբան տառապել է էլեկտրաէներգիայի անջատումների աճող քանակից, որոնք հարվածում են ինչպես բնակելի անշարժ գույքին, այնպես էլ արդյունաբերությանը։ Սիրիայի քուրդ զինյալները հայտարարել են Հալեպից դուրս գալու մասին հունվարի 9-ին կնքված հրադադարի համաձայնության շրջանակներում։ Քաղաքում կառավարական ուժերի դեմ մի քանի օր տևած մարտերից հետո Սիրիայի զինված ուժերը հայտարարել են, որ քրդերի կողմից վերահսկվող Շեյխ Մաքսուդ թաղամասում ավարտվել են գործողությունները։ Սիրիայի կառավարական զորքերի եւ քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո ըստ պաշտոնական տեղեկատվության կա 21 զոհ, հազարավոր մարդիկ դեռևս մնում են տարհանված։ Պաշտպանության նախարարությունը մինչ այս հայտարարել է հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ եւ վերսկսեն իրենց բնականոն կյանքը, մեջբերում անվտանգության եւ կայունության մթնոլորտում։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Պերմի մարզի երկաթուղու վրա ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից պլանավորված ահաբեկչական հարձակումը։ Ահաբեկչության փորձ իրականացրած տեղի բնակիչը ձերբակալվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է 10 կիլոգրամ պայթուցիկ նյութ, պայթուցիկ սարքեր պատրաստելու բաղադրիչներ եւ երկաթուղային կամրջի մոնիտորինգի համար նախատեսված վեբ տեսախցիկ։